կարծում ենք, որ ամեն դեպքում կլինի այդ համախմբումը, թե չի լինի, մենք պարտավոր ենք մեր հայտը ներկայացնել մեր ժողովրդին, որովհետև մենք ունենք շատ կարևոր առավելություններ, որոնք շատ ուժեր, ընդհանրապես որևէ ուժ չունի, որոշ հարցերում մենք կարող ենք թույլ լինել, բայց մենք ունենք այդպիսի առավելություններ, որոնցում մենք ենք ուժեղ։ Այդ առավելությունները արդեն ձեզ իմ ելույթում ես ներկայացրեցի, եւ մենք իրավունք չունենք զրկելու մեր ընտրազանգվածին, կամ ընդհանրապես մեր ժողովրդին այդ մոտեցումները ընդունելու հնարավորությունից։ Իրավունք չունենք, մենք պետք է ներկայանանք մեր ծրագրով։ Միևնույն ժամանակ, ինչպես ասացի, մենք պահպանում ենք քաղաքական ճկունությունը, մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի, թեկնածուի, որևէ թեկնածուի։ Մենք պատրաստ ենք դրան։ Թե ինչ կլինի, մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի, որտեղ դա բխում է մեր ժողովրդի շահերից։ Բայց մենք պատրաստ ենք նաև գնալ բացարձակապես ինքնուրույն այս ընտրապայքարում։ Պարոն Զուրաբյան, ես ճիշտ հասկացա վարչապետի թեկնածության հետ կապված, դուք նկատում եք այս պահին ձեր ուժի թեկնածում, բայց հնարավոր միավորումների դեպքում իրավիճակը հնարավոր է փոխվի եւ օրինակ դուք համաձայն եք այդ թեկնածության։ Բայց իհարկե, եթե մենք գալիս ենք համաձայնության, ասենք ինչ որ մի փոխզիջումային թեկնածուի շուրջ, դա ավտոմատ նշանակում է, որ լինում է փոխզիջումային թեկնածու, որին մենք աջակցում ենք։ Բայց առայժմ նման բան չկա, մենք բանակցությունները էլի կշարունակենք, բայց մենք չենք սպասելու այդ բանակցությունների հաջող ավարտին։ Մենք գործելու ենք ինքնուրույն, ամբողջ թափով, ամբողջ եռանդով, որովհետև նորից եմ ասում, մենք մեր ժողովրդին պետք է տանք իրենց ուզած այլընտրանքի հնարավորությունը։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, շատ եռանդուն։ Մենք գնալու ենք առաջ, անկախ նրանից մեզ օգնելու են կամ մեր հետ միավորվելու են, թե ոչ։ Պարոն Զուրաբյան, անուններով խոսենք, բանակցություններ եք վարել որ ուժերի հետ, մեր ձևովի հետ, որ քաղաքական ուժերի հետ եք բանակցություններ վարել եւ չի ստացվել, որն է պատճառը չի ստացվել նաեւ, եւ տեսեք նոր ձևավորվող ուժերը այս բանին հայտարարում են, որ նախկին նախագահների, նրանց թիմակիցների հետ կապված ներդաշի ձևաչափ են ընտրել, նախասիրել նախկին նախագահների առաջնորդություն չպետք է լինի եւ նաեւ ասես թե դիստանցավորվում են նախկին նախագահների թիմակիցների հետ կապված։ Այս խոսույթը երբ որ ընտրություններում իրավում է նրան, ձեր կարծիքով ինչի համար է եւ այս նախկին ներկա երբ որ արդեն ընդդիմադիր դաշտում է դա իրականացում, ձեր գնահատականը։ Բայց շատ հետաքրքիր է, գիտեք, դուք ինձ խնդրեցիք կոնկրետ անուններ տալ, բայց ձեր հարցում, երբ որ դուք ասում եք, թե ով ինչ որ բաներ են ասվել, դուք կոնկրետ անուններ չտվեցիք։ Ես կարող եմ տալ։ Խնդրեմ։ Թաթոյանն է եւ մեր ձևով շարժման նահանգապետում այլ։ Ինչ են ասել։ Կարծեմ իրանք տարբեր բաներ են ասել։ Նարեկ Արաբեջյանը ասեց, որ առաջնորդություն չպետք է լինի նախագահների կողմից։ Իսկ Թաթոյանը ընդհանրապես ասում է չպետք է մասնակցեն ընտրություններին։ Դե ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանի ասածին, դե մենք չենք էլ ներկայացրել այդպես հայտ։ Այսինքն առաջին նախագահի վարչապետության հայտ մենք չենք էլ ներկայացրել ինչպես տեսակ։ Այսինքն դա այլևս մեզ չի վերաբերվում, եթե կարող էր վերաբերվել։ Ինչ վերաբերվում է Թաթոյանին, ինքը պետք է ավելի պարզ ասի, թե ինքը ինչ նկատի ունի, որովհետև առայժմ իր ասածները ինձ համար լավ ընկալելի չեն։ Իսկ բանակցությունները ընդհանրապես որ քաղաքական ուժերի հետ։ Մենք վարում ենք, հիմա այդտեղ ես անուններ չեմ տա, որովհետև դուք գիտեք ինչ ասեցիք, դուք ասեք նա տվեք այն ուժերի անունները, որոնց հետ արդեն ոնց որ արդյունքի չեք եկել։
Չէ, ես ասացի առայժմ արդյունքի չենք եկել, ես բավականին տարբեր բաներ եմ։ Ու քանի որ մենք շարունակում ենք բանակցությունները եւ դեռ դիտարկում ենք այդ հնարավորությունները, ես համարում եմ քաղաքական լուրջ սխալ կլիներ, եթե մենք արդեն մտնենք ինչ որ անուններ տալու գործընթացի մեջ, ինչ որ մեկին մեղադրենք, թե իրենց քայլերի պատճառով մենք չենք կարողանում միավորվել, դա միայն վնասակար կլիներ, երբ որ արդեն մեր որոշումը ձևաչափի վերաբերյալ լինի վերջնական, այդ ժամանակ ամեն ինչ կասենք։ Դե գիտեք ինչ, սկզբունքորեն ինչ որ ռացիոնալ ժամկետներ կան։ Այսինքն դա պիտի գոնե գիտեք չէ, հիմա անգամ եթե դաշինք ես կազմում, այդ դաշինքի առաջին 30 համարները ընտրական ցուցակում պետք է հաստատվեն դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների համագումարներով։ Այսինքն դա բավականին բարդ process է, որի համար ժամանակ է պետք, հետևաբար այդ որոշումը մի կողմից չի կարող շատ ուշ լինել, որովհետև կբացառի համագումարներով այդ տեխնացուների հաստատելու գործընթացը։ Մյուս կողմից շատ շուտն էլ ինչ որ եթե շատ շուտ պահանջ դրվի, շատ շուտ է տանելու, դա կարող է բացառի ինչ որ հնարավորություններ, որոնք կապված կլինեն որոշակի զարգացումների հետ։ Իսկ զարգացումներ կլինեն։ Այս ընկերը չի կանգնելու ոչ մի բանի առաջ։ Ինքը ստացել է կարտ բլանշ ժողովրդավարական նորմերի խախտման համար։ Եվ ինքը դա անելու է։ Իր ամեն քայլով ինքը ստեղծում է նոր իրավիճակ։ Ես արդեն ասացի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շուրջ կամ Հայաստանի նկատմամբ բոլոր սպառնալիքներից ամենակարևորն է։ Ինքն է անում անօրեն քայլերը, սահմանության դեմ, օրենքի դեմ, չգիտեմ, հասարակական կազմակերպությունների դեմ, կրոնական կազմակերպությունների դեմ, քաղաքացիների դեմ, ինքն է անում։ Իր համար արդեն օրենքը գոյություն չունի, սահմանությունը գոյություն չունի։ Դա պետականաքանդ քաղաքականություն է։ Եվ ամեն այսպիսի քայլով ինքը սերմանում է պառակտություն, անօրենություն, չգիտեմ, թշնամանք, ներքին լարվածություն, ինքը որ ասում են, բանա, ընդդիմությունն օրակարգ չունի, իշխանությունն օրակարգ, վայ այտենց օրակարգին։ Այո, պառակտության օրակարգը իհարկե շատ հեշտ է առաջ տանել, շատ հեշտ է, ամենիժապես դառնում ես հանրության ուսուցան կենտրոնում, իհարկե։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մեկ-մեկ ինձ բանա հիշեցնում է այն կան երեխաներ, չէ, որ ասենք ընկնում են գետնին, ոտները խփում են գետնին, լացում են, բան, մենակ մի բանի համար հոգեբանական ֆենոմեն է, որ իրենք ասենք ծնողների ուշադրությունը գրավեն։ Նիկոլ Փաշինյանի համար շատ հաճախ հանրության ուսուցան կենտրոնում լինելու այդ մոլագարությունը դառել է հիվանդագին մի բան։ Ինքը պատրաստ է անգամ, ասում եմ, իր այդ պղծության, անօրենության քայլերով հրավիրել իր վրա այդ ուշադրությունը։ Ինքը մշտապես ինչ-որ մի բան է, փոթորիկ է ստեղծում իր շուրջը։ Բայց չի մտածում, որ դրանով ինքը պետություն է քանդում, հանրային վարվելակերպի նորմեր է քանդում, քաղաքավարության վարվելակերպի նորմեր է քանդում։ Այդ բոլորը գին է նստելու մեր պետության եւ հանրության վրա։ Այդ ամեն ինչը հետ բերելը, շտկելը ահավոր ծանր է։ Ինքը արդեն քարոքանդ է արել բավականին լուրջ բաներ։ Մեր ինստիտուտները, մեր պատմամշակութային ինքնության հետ կապված բավականին լուրջ պլաստեր կան, ինքը շատ մեծ վնասներ է տվել արդեն։ Դրա համար եմ ասում, որ այս ընտրությունները միգուցե վերջին պատմական շանսն են այս աղետը կանխելու համար։
եւ մեր ժողովուրդը պետք է այդ պատմական շանսից օգտվի։